Անպայման։ Ունեմ։ Ամենակարևորը հայրենասեր։ Ես ընտրություններին մասնակցել եմ, որովհետև ես չեմ ուզում իմ ծայրը փոշիացնել։ Ես կմասնակցեմ, բայց ես նոր ասեցի, չէ։ Նիկոլ Փաշաև Օղլիին չեմ ընտրելու։ Շատ ուրախ կնինվեր ինձ իրավունքն այդ ընտրությանը մասնակցեմ, ունիմ ու չէ իրավունքը։ Բայց եթե ընտրությունն իրավունքն է, ես ուրան կյանքում ձայն չեմ տալ։ Մս պետք է լավ մարդ, հերոս մարդ, որ ինքը Ալիևն հայստի ռչին չկուցան, վեշ թամուկ չոքացինիք, ես ինչ է մեր վիճակը։ Սա վիճակ չի վերմուկ հապորումք, լանդի գոյատեումք, սաղս, աստուց ոչ անի որ ստեղ եկել պատահի այդ բանը, բայց մեր չորսյանը պատերազմա, դուք էլ լավ գիտեք էդի։ Ընտրություններին մասնակցել եք։ Անպայման։ Ունեք նախընտրած տեխնացու։ Ես էլ չեմ նախընտրել։ Իսկ ինչպես Մեկին կընտրենք էլ։ նախընտրած տեխնացու։ Ժողովուրդը վրա մարդ պետք է լինի եսում։ Մարդ պետք է լինի որ թոշակառուների մասին չեմ մինակ, մարդկաց մասին մտածում մեր ազգի։ Պետք է լինի հայրենասեր, ոչ թե աթոռասեր կամ փողասեր։ Մեր Հայաստան, մեր մայր հայրենիքը պետք է Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան։ Ուրիշ ղեկավար ես չեմ տեսնում։ Դե տես մարդիկ պետք է ծնում, որ ասենք հայը մանա հայաց է։ Կմասնակցեմ։ Ունեք նախընտրած տեխնացու։ Տենակ ոնց կլինի, այնքան տեխնացուները իրանց վերջնական տեխնացուները չեն տրել, կանեմ։ Եվ ինչպիսին պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետ։ Նախ պատասխանատվություն պետք է կրի իրա վրա։ Ինքը պետք է իմանա, որ երկիր կառավարեմ։ Բանը ուտելով, կուկուրուզ ուտելով ինչ է ուզում ասի։ Արցանում է դրանով էլ հլմա բանից ժամանակ, թե սրա համար են պերաշկին ու կուկուրուզն ուտեն։ Որ ինչ։ Մաթիկովանը ասում է, բետը ասա, որ կանաս կերի, էդ էլ ասա։ Ումն էլ ընտրենք, ձեռնատու է, բացի իրանից։ Բացի այսօրվա ղեկավարությունից։ Ունեք նախընտրած տեխնացու։ Դեռ չկա սպիսկեն, որ տեսնենք ում ենք ընտրում։ Բայց ինչպիսին պետք է լինի հաջորդ վարչապետ։ Հայրենասեր, առաջի հերթին։ Մարդկանց մարդկին մտածող, ժողովրդի մասին մտածող։ Մեր երկիրը զինող, որպեսզի ապրում ենք թշնամի շուրջ, բոլոր մեր թշնամիներ են։ Եթե այդ ամեն երեք գոնե իմ ասածները, եթե գիտենամ որևէ մեկը տեխնացուներից կարող ապահովել, ես նրան կընտրեմ։ Մասնակցեմ խի չէ։ Ունեք նախընտրած տեխնացու։ Չէ, չունեմ, չեմ էլ կընտրեմ, բայց մի ուրիշ ծևի կընտրեմ։ Ոնց բոլորը նենցել մենք, բայց դե մեկ կամ ժողովրդի ձեռնին չկա որ կարանք մենք փոխենք, ոչ մի բան։ Այդ ուղղակի ձևական բաներ է։ Կարող եք փոխել։ Չենք կարող, անենց են կեղծում, որ իսկի չես էլ պատկերացնում։ Յեն որ ընտրությունն է ժողովուրդը ընտրել։ Իրանք ոնց ուզում են, իրաց մարդիկ տնում են, իրանց գործը անում են։ Ոչ մի բան չի փոխվում։ Ընտրություններին կմասնակցեք։ Տենամ, եթե պարապել եմ, կմասնակցեմ։ Ունեք նախընտրած տեխնացու։ Չէ։ Իսկ ինչպիսին պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը կամ ղեկավարը։ Ինչի վրա ուշադրություն դարձնի։ Ժողովրդի ապրելակերպի։ Փաշինյանն ասում է 50% մարդկանց կյանքի որակը բարելավել է։ Ձեր կյանքի որակը 50%-ով։ Վայ, 100%-ով ապարելավել, ոչ թե։ Ընտրություններին մասնակցելու Անպայման։ ունեք նախընտրած տեխնացու։ Գաղտնիք, այո։ Պարտադիր կարգով ոչ թե մենակ, այլ իմ թորներով, ընտանիքով, բոլորով։ Իսկ ինչպիսին պետք է լինի երկրի հաջորդ վարչապետը։ Կարևորը որ երկիրը խաղաղ լինի եւ բարեկեցիկ։ Ամենակարևորը ես էլ եմ ասում, իմ թոշակը թող չբարձրացնել։ Չեմ ուզում։ Բայց ինձ պետք է որ երկիրը ապահովել լինի։ Լեզու գտնելի չոր ապահովել լինի։ Թուրքի հետ մենք չենք կարող բարեկամ լինենք։ Որ այդ քաղաքականությունից հեռու ենք вообще, ով ինչ ուզում թող անա, թող ժողովուրդը լավ ապրեն, խաղաղ երկինքի տակ, դա կարևոր է։ Ընտրությունը գաղտնի է, Աստծո կամքով կընտրվի, թող ընտրվի։ Այդ կասեմ։ Ոչ դեռ։ Չէ։ Լավ նկարես որ երևա։ Էդի գաղտնի է։